Զարգացումը նախնական քարոզարշավի խոսիքը, ինչպես պաստարի վրա է դրված է, երաշխավորված խաղաղություն բազմաբար Հայաստանում է մասնակցում, բայց Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմությանը և նշում է, որ ընդդիմությունը ամենաթշնամիներից շուտերն է հորինում խաղաղության դեմ, միլիոնավոր դոլարներ է ծախսվում այն իջեցնելու և անընդհատ իր խոսքում նշում է, որ մեր խաղաղությունը ընդամենը 9 ամսական է և ըստ էության ընդդիմությունը ոչ թե աջակցում է այդ փոքրիկ մանկիկին մեծացնելու, այլ փորձում են այսպես ասած բնում խեղդել։ Նախ կխնդրեմ մեկնաբանեք այդ խոսքը, որը ուղղված է ձեզ և նաև նախընտրական բանավեճին առաջին համարների դեմքով և դրանց վերաբերյալ քննարկում կա, պարոն Ծառուկյանը անդամ մասնակցելու է, թե ոչ։ Սկսեմ ձեր վերջին հարցից, քննարկում դեռևս չկա, որովհետև դեռ բավականաչափ ժամանակ կա, նախընտրական վերջին բանավեճը կարծեմ թե հունիսի 3-ին կամ 4-ին է պլանավորված, որ պետք է անցկացվի, մինչ այդ պահը բնականաբար կքննարկենք և ինչպես պարոն Ծառուկյանը նպատակահարմար գտնի, մասնակցության մասով այդպես էլ կլինի։ Ինչ վերաբերվում է խաղաղության հետ կապված այսպես ձևակերպումներին, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված, ես հակադարձ հարց եմ ուզում հնչեցնել, եթե իրենց այսքան չարչրկված խաղաղությունը այլևս իրականություն է, ինչից են նրանք վախենում։ Այսինքն, եթե խաղաղությունը այլևս կա, իրենց իշխանությունը տաժանակիր աշխատանքի շնորհիվ, ինչպես իրենք են ներկայացնում, հասել է այդ խաղաղությանը, ինչից են իրենք վախենում, ինչու են ընդդիմությանը մեղադրում պատերազմ բերելու մեջ, այն դեպքում, որ ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ պատերազմի դռները պետք է վերջնականապես փակել, որ որևէ դեպքում պետք է թույլ չտալ, որպեսզի այդ դժոխքի միջով մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը ևս մեկ անգամ անցնեն։ Բնականաբար դրան պետք է հասնել տարբեր գործընթացների շնորհիվ, միջազգային գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելով, անվտանգության երաշխիքները ապահովելով, տնտեսությունը զարգացնելով, բնականաբար այդ ամեն ինչի մասին խոսվում է, այդ ամեն ինչը ծրագրում ներկայացված է։ Սա տարրական և էլեմենտար շանտաժ է, ընդամենը, որով Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին, մեր ազգաբնակչությանը շանտաժի է ենթարկում։ Ես որևէ այլ մեկնաբանություն սրա հետ կապված չունեմ։ Եվ նրանց այս գործելավոճը տարբեր տեսակի շանտաժների, այդ լեքսիկոնով հանդես գալու, արդեն կարծում եմ, որ ինչ-որ վիրուսային դրսևորումներ է ունենում, որովհետև նրանց թիմի տարբեր անդամներ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս այդ գործելավոճով։ Մասնավորապես նույն Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը անհասկանալի է կառավարության աշխատակազմի ղեկավարն է, բլոգեր է, մամուլի խոսնակ է, անհասկանալի ինչ-որ գործառույթներ է իրականացնում, հարց է հնչեցնում Գագիկ Ծառուկյանին, որ հնչեցրեք այդ բարեկների անունները, որոնք որ աշխատանքից ազատված են, իսկ այսօր էլ դիտարկում էր արել, թե ուրեմն սուտ է խոսում Գագիկ Ծառուկյանը, որ չի հնչեցնում այդ անունները։ Ես ցավում եմ, որ Արայիկ Հարությունյանի գիտելիքների մակարդակը, իրավական կրթվածության մակարդակը չի բավարարում այնքան, որ նա տիրապետի գոնե թե անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին, որ չի կարելի մարդկանց անունները հրապարակել, դա մեկ։ Եվ երկրորդ, ինչի համար է այդքան սկզբունքային այդ մարդկանց անունները հրապարակելը։ Եթե երեք Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով կոնկրետ կար հրահանգ այդ մարդկանց համակարգից ազատելու, հեռացնելու եւ նրանց հետ քաղաքական հաշվեհարդար տեսնելու։ Ես եկե հասկանում եմ այդ գայթակղությունը Արայիկ Հարությունյանի կոնկրետ մարդկանց անունները իմանալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ցուցումը հավուր պատշաճի կարողանան կյանքի կոչել։ Եվ հավելելով այս թեմային, ընդհանրապես պետք է ասեմ, որ նախ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես որևէ քաղաքական, իրավական, բարոյական իրավունք չի վաստակել Գագիկ Ծառուկյանին հարց ուղղելու, սա առաջին հերթին։ Ու բացի դրանից էլ, եթե Արայիկ Հարությունյանին կոնկրետ անուններ են հետաքրքիր, ես կոնկրետ անուններ կարող եմ հնչեցնել։ Մասնավորապես այս իշխանությունների ուղիղ հրահանգով վերջին 2-3 շաբաթների ընթացքում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված աշխատանքից ազատվել են մեր պատգամավորության թեկնածուներից երկուսը, մասնավորապես Ախուրյանի քաղաքապետի տեղակալ Կարեն Սերգոյանը եւ Չարենցավանի քաղաքապետի տեղակալ Գայանե Գրիգորյանը եւ բազմաթիվ այլ մարդիկ, որոնք զբաղեցրել են տարբեր պաշտոններ, համատիրության նախագահներ, մանկավարժներ, տարբեր ենթակառուցվածքներում աշխատող մարդիկ։ Ես այս փոխքաղաքապետերի օրինակը բարձրաձայնեցի,
որովհետև արդեն իսկ մամուլում այդ մասին կան հրապարակումներ եւ բնականաբար մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որտեղ բացարձակ իրավական անգրագիտության հետևանքով են նրանք աշխատանքից հեռացվել հայեցողական պաշտոններ են, մեկին արձակուրդի մեջ գտնվելու ընթացքում են աշխատանքից ազատել, մյուսի դիմումը չեն բավարարել, այսպես չի կարելի իշխանության լծակները օգտագործել քաղաքական հաշվեհարդարների իրականացման նպատակով։ Սա բացարձակ անընդունելի է։